Լույս առավոտին շարունակում է, դե ինչ անցնենք մեր հաջորդ կարևոր թեմային նախագծին, արդեն 5 տարի շարունակ Զոր միտքը Հայ օգնության ֆոնդի հետ համատեղ կազմակերպում է անվճար գիտաճամբարներ, որոնք նախատեսված են մարզաբնակ ավագ դպրոցի աշակերտների համար եւ նպատակ ունեն բարձրացնել նրանց հետաքրքրությունը բնագիտամաթեմատիկական եւ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ։ Ճամբարի մասնակիցները այդ օրերին բնակվում են ուսանողի տանը։ Այս կարևոր իրադարձության եւ ուսանողի տան մասին ավելի մանրամասն կխոսենք մեր հյուրի հետ։ Իսկ մեր հյուրն է Զոր միտք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մհեր Մկրտչյանը։ Բարի լույս։ Բարի լույս։ Ինչով է առանձնանում եւ տարբերվում ձեր ճամբարը։ Ամեն ինչով։ Նախ շնորհակալություն հրավերի համար, որ ընդհանրական փորձ եմ սկսել։ Մենք դե կազմակերպում ենք 5 տարի արդեն տարատեսակ ճամբարներ, մի քանի ուղղություններ ենք ընտրել, որոնցից մեկը առաջնորդական ճամբարներն են, որ իրականացնում ենք ոչ Երևանում, Հանքավանում, իսկ մյուսը STEM ուղղվածությունն է, որը իրականացնում ենք Երևանում, մարզերում ապրող երեխաները հնարավորություն են ստանում մասնակցելու ճամբարին, իրենց օգնում ենք, տեղափոխվում են Երևան, 7 օր մնում են ուսանողի տանը, քանի որ ամռան ամիսներին այնտեղ երեխաներ չեն ապրում, ու իրենց տանում ենք տարբեր լաբորատորիաներ, ծանոթանում են տարբեր մասնագետների հետ, գիտնականների հետ ու դա մեծ հնարավորություն է երեխային, ով այդ հոսքը ուզում ընտրի, շատ ինֆորմացիաներ ստանա այդ ամենի մասին, քանի որ շատերս գիտենք, որ երեխան ապրելով հեռավոր համայնքներում, եթե հետաքրքրված է ֆիզիկայով կամ քիմիայով, միգուցե սխալ ուղղորդմամբ, ինչ-որ ծանոթի կամ բարեկամի, այդ ուղղությունը թողի եւ փորձի ընտրել, չգիտեմ, ծրագրավորում կամ ինչ-որ մի բան։ Հնարավորություն եք տալիս Այսինքն Երևանի երեխեքը չեն կարող մասնակցել, ճիշտ հասկացանք թե այդ ճամբարը նախատեսված է մարզում ապրող երեխաների համար։ Շատ ավելի լավ, որովհետեւ հիմնականում Երևանից են ճամբարներ տանում, նման ու լավ մարզերից են հիմա։ Երևանում հասանելիությունը մի փոքր ավելի շատ է, այսինքն երեխան կարա ինչ-որ խմբակների գնա, կարա տարբեր դասընթացներ լինի, հա, իսկ մարզում ապրող երեխաների համար սահմանափակումներն ավելի շատ են, երեխան ոնց որ սահմանափակվում է դպրոցի տված գիտելիքներով եւ շատ ժամանակ համայնքներ կան, որտեղ ոչ խմբակներ կան, ոչ մասնագետներ կան, որ երեխաների հետ ներզրուցելու արդյունքում հասկանան, որ դա իրենց շատ անհրաժեշտ է, իսկ մենք ունենք երեխաներ, ովքեր շատ լավ տիրապետում են ֆիզիկային եւ այդ հոսքը ուզում են ընտրեն կամ քիմիային կամ համանման այլ մասնագիտություններ, բայց ճիշտ խորհրդատվություն ունենալու պատճառով հետագայում ընտրում են, չգիտեմ, դիզայն կամ սերվիս կամ այլ մասնագիտություն գալիս են սովորելու, նա թողում են։ Դրա համար սա շատ լավ հնարավորություն է, որ երեխաները ծանոթանան գիտնականների հետ, իմանան, որ այդ ոլորտում առաջընթացներ կան ու մեծ հեռանկարներ կան, գան տեսնել լաբորատորիաներում ինչով են զբաղվում եւ այլն։ Աշակերտների ընտրությունը ինչպես է կատարվում, այդ հետադարձ կապը ոնց է կապահովում իրենց հետ։ Աշակերտների ընտրությունը այս STEM ճամբարի ուղղությամբ իրականացնում է Հայ օգնության ֆոնդը, իրենք նաեւ վիկտորինաներ են իրականացնում, ինչ սա, ոնց որ այն երեխեք, ովքեր մասնակցում են եւ ունենում են լավ առաջընթացներ, արդյունքներ, իրանք հնարավորություն են ստանում մասնակցելու ճամբարին։ Սա արդեն 5-րդ տարին է, ինչպես նշեցիք, որքանով եք նկատում տարեցտարի հետաքրքրվածությունը այս ամենի համար։ Դե քանի որ մենք նաև այլ ճամբարներ ենք իրականացնում, մեկ ճամբարին 300-400 երեխա է գրանցվում, որը որ իրականացնում ենք ոչ Երևանում, մեծ քանակներ չեն կարողանում անենք, օրինակ մեկ ճամբարին 70 երեխա են կարողանում տանենք, բայց 300-400 գրանցում ենք ունենում։ Դա նաև նրանից է, որ ճանաչելիությունն է շատացել, շատերը պատմել են մեր մասին, մյուս ճամբարները դա ավելի առաջնորդական են։ Կարծում եմ, որ գնալով ավելի շատ երեխաներ են մասնակցում ու գնում պատմում են իրենց գյուղում ապրող մյուս երեխաներին ու դրանով իրանց էմոցիաներով կիսվելով, մտքերով մյուսները ավելի մեծ ցանկություն են ունենում մասնակցելու։ Ուղիղ մեկ ամիս է մնում այստեղ, թե ավելի կարճ է ոնց է։ Մենք ամռան ընթացքում 2 STEM ճամբար ենք իրականացնում, որը տեղի ունենում Երևանում, յուրաքանչյուրը 1 շաբաթ է տևում, եւս 3-ից 4 ճամբարել իրականացնում ենք ոչ Երևանում, ելի յուրաքանչյուրը տևում է մոտ 1 շաբաթ։ Եվ իհարկե ամառն ամփոփում ենք ուսանողի տան ընդունելությամբ, ուսանողի տունն է դե 21 թվականին ենք հիմնել, որտեղ ապրում են էլի մարզում ապրող երեխաները եւ ունենք օրինակներ, որ հենց ճամբարի մասնակից երեխան սեպտեմբերին դիմում է ուսանողի տանը բնակվելու համար, դե մարզից տեղափոխվում է Երևան, բնակվում է
ուսանողի տանը եւ սովորում է որևէ բուհում, հա, ոնց որ ուսումը շարունակվում է որևէ բուհում եւ կեցությունը շարունակվելով ուսանողի տանը ստանում է նաեւ ոչ ֆորմալ կրթություն, հա, որտեղ մենք ուսանողի տանը հնարավորություն ենք տալիս տարբեր գործարարներ են գալիս եւ երեխաներին հնարավորություն ենք տալիս լսել գործարարներին, ծանոթանալ, տեղում ինչ-որ հարցեր տալ, հա, տարբեր մասնագետների համագործակցության աշխատանքներ ունենք դեպքեր, որ երեխաները ուսանողի տունը դե 1 տարի է ուսանողի տան բնակության ժամկետը, ունենք դեպքեր, որ երեխան 2 տարի է ապրում, այդ ընթացքում լինում է, որ հենց այդ մեր գործընկերները երեխաներին գործի են տեղավորում իրենց մոտ, ունենք դեպքեր, որ մենթորություն են անում երեխաներին, շատ տարբեր հարցերում օգնում են, երեխաները կամավոր են միանում ինչ-որ ծրագրերի օգնում են ու ուսանողի տունը լավ հնարավորություն է, որ երեխան գալով Երևան պետք է նոր միջավայր ընտրի, հա, տարբեր տեղերում լինի, ոնց որ ընդգրկվելով մեր ծրագրում երեխային համ կապեր ենք տալիս, համ օգնում ենք տարբեր տեղերում ինքնադրսևորվի, ոչ ֆորմալ կրթական նախագծեր, տեխնիկապես օգնում ենք, չգիտեմ, թե նոթբուք կլինի, թե այլ տեխնիկայով հագեցված է եւ մեր հետ տարվա ընթացքում քանի որ այցեր ենք անում տարբեր գյուղեր, գնում ենք երեխաների հետ սեմինարներ ենք անում, հնարավորություն ունենում մեր հետ ճամփորդելու Հայաստանում, համ շատ երեխաների հետ է ծանոթանում, համ մի փոքր կամավորություն անում, որ իրեն փորձ է տալիս, համ ամբողջ Հայաստանը շրջում է մեր հետ։ Այսինքն, այս տարիների ընթացքում ձևավորվել է համայնք ու կապը կա երեխաների հետ, այսինքն ավարտելուց հետո։ Հա, իհարկե, մենք դե տարին մեկ անգամ մեծ միջոցառում ենք իրականացնում, կոչվում է Հզոր համայնք։ Հզոր համայնքին ներգրավում ենք 700-ից 800 երեխա շուրջ, բոլորը գալիս են այդ օրը Երևան, մեր գաղափարակից գործընկերները իրենց ժամանակահատկացնում են, այդ օրը լինում են այդտեղ, մի 100-ից ավել գործարար են գալիս կամ մասնագետներ ու տարբեր բանախոսություններ ենք ունենում եւ ունենում ենք նաեւ network ժամ, երեխաները դուրս են գալիս եւ ծանոթանում են տեղում հյուրերի հետ ու երեխան երբ որ ապրելով գյուղում լսել է ինչ-որ մասնագիտության մասին, մտածում է ընտրի թե չընտրի այդ մասնագիտությունը, հետո տեսնում է մասնագետի, կարողանում է մոտենա, հարցեր տա, իրան հուզող հարցերը, հասկանա այդ մասնագիտությունը ապագա ունի թե չունի, ոնց է այդ ոլորտում, հա, ինչ հարցեր են առաջանում, ու վերջում է դե իհարկե այդ միջոցառումը ամփոփում ենք ազգային բարերով, այսինքն ունենք մեծ ձևավորված համայնք ու այս ամբողջ ծրագրերը տարվա ընթացքում որ անում ենք, տարին մեկ անգամ բոլորին համախմբում ենք մեկտեղ, որ համ իրար հետ ծանոթացնենք, համ մասնագետների հետ ծանոթացնենք ու ամփոփենք տարին։ Սա նաև լավ հնարավորություն է տալիս, օրինակ գործատուները բացի այն պահանջում են իրենց աշխատակիցներից, նոր հետագայում ապագայի մասին խոսքը լավ գիտելիք ու բարձր մակարդակի գիտելիք, նաև հաղորդակցվելու բարձր մակարդակ են պահանջում, ինչը նաև տալիս են մենթորները եւ բոլոր այն հյուրերը, ովքեր որ ներկայ են լինում այդ ճամբարի ընթացքում ու շփվում են երեխաների հետ պատասխանելով իրենց տարբեր հարցերին։ Հա, գործարարներից շատերը գիտակցելով, որ հետագայում նաև իրենք են աշխատանքիցների խնդիր ունենալու, շատերը նաև ներդրում են անում, որպեսզի այն միջոցառումները, որ կազմակերպվում է, ավելի մեծ թափ ստանան, որ երեխաները ավելի մասշտաբային ծրագրերի մասնակցեն, ապագա աշխատակիցների հետ եք գործում։ Դրանով պայմանավորված նաև շատերը մտերմություն անելով երեխաների հետ, այդ խնդիրը չեն ունենում, որտեվ երեխաները իմանում են ինչով են զբաղվում, հա, սկսում են սկզբից կամավոր օգնել, հետո վճարովի են օգնում, շատերը դենց ընկերություններում աշխատանքի են անցնում ու ունենք ընկերություններ գաղափարակից, ովքեր, չգիտեմ, յուրաքանչյուր ճամբարի ֆինանսավորումն են անում կամ տեղափոխությունն են երեխաները իրականացնում կամ որևէ համայնքում երբ որ միջոցառում է լինում, ինչ-որ երեխաների սննդի կամ տրանսպորտի գումարներն են հոգում։ Ինքնուրույնի վերջը չեք կարող լրիվ անել, այսպես համատեղություն։ Օրակարգ գոյություն ունի ինչ-որ, թե ոչ։ Իհարկե, դե ճամբարները հենց օրակարգով են, այսինքն երեխաները քանիսին են զարթնում, որ հյուրն է գալիս, երբ են ընտրում, այնտեղ ունենք այդ ճաշիկի ժամ, այնտեղ ունենք ֆիզիկական վարժությունների ժամ, հա, ունենք ֆիլմի դիտման ժամ, հա, ու տենց ամեն մի ժամ իհարկե հաշվարկած է, որ երեխաների օրը ինչքան հնարավոր է ավելի հագեցած անցնի։ Գուցե երեխաները լինեն առաջին անգամ են Երևանում։ Դե իհարկե շատ կան երեխաներ, որ առաջին անգամ են Երևանում կամ մեկ անգամ են եղել, Երևանի չեն տիրապետում, մենք մեքենաներով երեխաներին տեղափոխում ենք համապատասխան վայր, երեխաները յուրաքանչյուրը ջոկատավար ունի, ով վերահսկում է այդ ամբողջ process-ները ու երեխաները ոնց որ
էլ ավելի են տեսնում այդ ամենը, ունենք դեպքեր, որ երեխան 4 տարի առաջ մասնակցել է մեր ճամբարին որպես մասնակից, իսկ այսօր եկել է որպես ջոկատավար։ Ես օրինակ մտածում եմ, երբ որ մեր ժամանակ նման նախաձեռնություններ, նման ճամբարներ լիներ, գրեթե չկային մեր ժամանակ։ Կարելի է ոչ թե գրեթե չկային, ընդհանրապես չկային, որովհետև եթե լինեին նման ճամբարներ, նման նախաձեռնություններ, այսօր յուրաքանչյուրիս կյանքում կարծում եմ շատ բան այլ կերպ կլիներ, այո։ Ես կարծում եմ, որ շատ մեծ բաց ա եղել մեր երիտասարդ ժամանակ դրա։ Օրինակ այսօր երեխան մասնագիտության մեր միշտ ճամբարները, որ առաջնորդական է, շատ շեշտ ենք դնում մասնագիտության կողմնորոշման վրա, քանի որ այսօր երեխաները այս շուկայի շատ ինֆորմացիոն դարում չեն գիտակցում ինչ մասնագիտություն ընտրեն, հա, հասնում մասնագիտության ընտրության ժամանակահատվածը, սկսում են փնտրել ինչ ընտրեն եւ դիմում են օրինակ իրենց այն բարեկամին, ով մի փոքր հաջողություններ ա գրանցած, ասում են ինչ դառնամ կամ ծնողը հուշում է, որ սա դարձի կամ պրոստը։ Բայց նրա ճանապարհը քոնե չի, էլի։ Այո, եւ գալով Երևան բախվում են խնդրին, որ հասկանում են դա իրանցը չի ու իրանց դուր չի գալիս այդ ամեն ինչը։ Սկսել են պիտի 5 տարի 4 տարի 6 տարի։ Կամ սկսած վիճակով ստիպված շարունակում են մինչև վերջ կամ գիտակցելով այդ ամեն ինչը գոնե փոխում են երկրորդ կուրսից, ընտրում են մի փոքր ավելի մոտ մասնագիտություն իրենց գիտելիքներին ու դրա համար ոնց որ այդ ճամբարների արդյունավետությունը նաև դա է, որ երեխաներին անընդհատ հուշում ենք, որ մասնագիտություն ընտրելը դա կարևոր գործընթաց է եւ ինչ որ փուլեր են պետք, ժամանակ է պետք եւ իրենց օգնում ենք նաեւ որ իրենք իրենց համակյուղացիներին հուշեն դրա մասին, նաեւ երեխաներին հուշում ենք, որ այն մասնագիտությունը, որ ինքը ընտրում է, դա ինքը քանի տարի հետո է դառնալու մասնագետ, որտեղ երեխան եթե 15 տարեկան է ու ինչ-որ մասնագիտություն է որոշում ընտրի, ինքը պետք է գիտակցի, որ դա լինելու է 8 տարի հետո, իսկ 8 տարի հետո այդ մասնագիտությունը շուկայում ինչպիսի դեր կունենա եւ դրա մասին կարողանում ենք հնարավորություն տալ խոսի տարբեր մասնագետների հետ եւ ինքն էլ արդեն որ դա գիտակցում է, որ դա ուշ է լինելու, սկսում է արդեն համացանցով կամ արհեստական բանականության միջոցով եւ տարբեր տեղերով հետաքրքրվել, որտեվ շատերը օրինակ միգուցե գնում են ընտրում են ինչ-որ մասնագիտություն, հիմա չնշեմ, հետո հասկանում են, որ արդեն դա փոխարինում է, ու մարդիկ ինչ-որ ծրագրեր քաշելով այդ ամենից կարողանում են օգտվել ու մասնագետի պահանջարկը եթե 5 տարի առաջ կար 30,000 մասնագետի պահանջ, հիմա արդեն 5,000 է դարձել, վաղը ավելի քիչ է լինելու, էլի։ Առաջարկ պահանջարկ է ուսումնասիրությունը հստակ։ Դե երեխաներին դա հուշել է պետք։ Շատ բան երեխաներին անգամ չենք սովորեցնում, հուշում ենք, քանի որ շատ ընդունակ են մեր երիտասարդները ու մի փոքր հուշումներ տալու արդյունքում ինքնուրույն ամեն ինչը կարողանում են գտնել ու հետաքրքիրն այն է, որ շատ երեխաներ ունենք, որ ինչ-որ բան սովորելու արդյունքում որոշում են, որ պետքա փոխանցեն իրենց կրտսեր սերունդին ու իրենց համայնքներում, մարզերում միջոցառումներ են անում, տարբեր բանախոսների են հրավիրում, ազգային պարեր են երեխաներին սովորեցնում, արշավներ են իրականացնում, ունենք երեխաներ նաև փոքր ճամբարներ են իրականացրել իրենց համայնքներում ու դա արել են 16-17 տարեկան մարզում ապրած երեխաները, ովքեր ոչ մի մեծ խմբակների չեն հաճախել, Հայաստանում տենց շատ տեղեր չեն եղել, շատ ճամբարների չեն եղել, բայց մեկ կամ երկու հնարավորություն է իրենց ընձեռվել ինչ-որ բանի մասնակցելու, միտքատարվել, որ կարող եք ձեր համայնքում դուք դառնաք առաջնորդ եւ ինչ-որ բան իրականացնեք, ձեռնամուխ լինելով արել են այդ ամենը։ Իսկ կարող ենք մի քանի մասնագիտություն առանձնացնել, որոնք օրինակ շատ պահանջված են երեխաների կողմից հիմա։ 3 օրինակ։ Այս պահին երեխաներից շատերը ապրելով մարզում ընտրում են անգլերեն հոսքը միջինում թարգմանիչ դառնալու համար։ Երեխաներից շատերը ծրագրավորում են ընտրում, դիզայն են այս պահին ընտրում, ունենք երեխաներ, ովքեր արհեստական բանականության բաժին են ընտրում, որպեսզի այդ ոլորտով փորձեն շարունակեն, շատ քիչ է հոսքը, որ երեխաներից ընտրեն օրինակ քիմիա, ֆիզիկա, հա, կարող օրինակ 700 երեխայից մեկը լինի կամ երկուսը, հա, որ այդ ոլորտա գնում։ Մնացած միջինում ամենազգալի դերը երևի ծրագրավորման ոլորտն է, որ երեխաներից շատերը այդ ոլորտում են ուզում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էլ ունենք երեխաներ, որ ընտրում են, երևի այս տիրույթն է, որ ամենաշատն է այս բանի երեխաների մոտ։ Անդրադառնանք մարզերին, հետաքրքիր է օրինակ Սյունիքի մարզից շատ ճամբարականներ ունենք, թե ոչ, որովհետև վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության մասշտաբով բոլոր մարզերից կան երեխաներ, որ ուզում են մասնակցեն, բայց ցավոք սրտի եւ հեռու է, եւ հնարավորություն չկա եւ այլն։ Այո, մենք դե այդ մեր մասին ինչպես են իմանում երեխաները, քանի որ շատ այցերի ենք գնում,
այցերի արդյունքում դե գյուղում երեխաները հավաքվում են, սեմինար են կանում, ինչ-որ բաներ են սովորեցնում ու դրա արդյունքում նաև պատմում ենք մեր մասին, մեր էջերին սկսում են հետևել ու քանի որ Սյունիքի մարզ գնացել ենք այս տարի ճամբարներին ունեցել ենք երեխաներ ավելի շատ Սիսիանից եւ Գորիսից, ունեցել ենք նաև Կապանից, բայց Մեղրից էլ ունենք ունեցել, բայց տրանսպորտի հետ խնդիր ունենալու պատճառով երեխաները չեկան։ Այս պահին ոնց որ նաև STEM ճամբարը, որը իրականացրեցինք, երեխաներից շատերը Տավոշի մարզի Բերդ համայնքի եւ Սիսիանի համայնքի երեխաներն են եղել։ Որտեղ որ մնալու տեղ ունեն։ Դե մենք ծրագրերով 60 կիլոմետրից հեռու ենք գնում միշտ, մոտիկ տեղերում Երևանին հարակից համայնքներում տենց այցեր իրականում չենք իրականացնում, դրա արդյունքում մեր ճամբարներին մասնակցում են երեխաներ միջինում ավելի հեռավոր գյուղերից, այս պահին ակտիվություն ունենք Արթիկի տարածաշրջանում, Գեղարքունիքի, Մարտունու եւ Գավառի Վարդենիսի տարածաշրջանում եւ Տավուշում եւ ինչպես նշեցի Սյունիքի, Սիսիանի եւ Գորիսի համայնքներում։ Ինձ հետաքրքիր ծնողների արձագանքը ինչպիսին է լինում։ Օրինակ իմ տարիներին, եթե իմ ծնողին ես ասել, «Ոյ գնալու եմ, մի հատ բան է», հա, հիմա ավելի բաց են երևի ծնողները այդ հարցում։ Որոշ չափով այո, ծնողներ ունենք, որ օրինակ իրենց երեխան հասնելով այն տարիքին, որ գա Երևան սովորելու, սպասում են, որ ինչ-որ բարեկամի երեխա էլ հասնի այդ տարիքին, երեխան այդ տարի չի ընդունվում, որ միասին կարողանան գան սովորելու, այսինքն շատ խիստ են լինում, ծնողներ կան, որ վստահում են երեխային եւ այդ ընթացքում սովորեցնում են ամեն ինչ, որ երեխան ինքնուրույն կարողանա գա ուսումը շարունակի, իսկ ճամբարների մասով մենք համաձայնագիր ենք վերցնում բոլոր ծնողներից, որ երեխային թույլ տան կամ մասնակցի եւ այն կետերը, որով մենք ասում ենք, ոնց որ երեխայի հետ հստակեցնում ենք, որ ցանկացած բան վրիպելու դեպքում կամ չուզենալու դեպքում երեխային հետ ենք ուղարկելու ու տենց հնարավորություն չի ունենալու մասնակցի ծրագրերի եւ բնականաբար երեխան հետ գնալուց հետո լինում է դեպքեր, երբ որ ծնողներից արձագանք ենք ստանում, որ երեխայի մոտ զգում է փոփոխություններ, չգիտեմ, տունը սկսել է ինչ-որ գործեր անել կամ իր հետևից սկսել է հավաքել անկողինը կամ նման դեպքեր ու էլ չեմ ասում, որ դասատուներից ենք շատ արձագանք ստանում, եթե ունենում ենք կապ դասատուների հետ, որ երեխայի մոտ ավելի շատ հավես է արթնացել ուսման համար ու երեխան սկսել է ավելի շատ ուշադրություն դարձնել դասերին։ Ամենափոքր ճամբարականը քանի տարեկան է։ Մեր մոտ 14 տարեկանից ենք ճամբար տանում, բայց ունենք շատ խելացի Ավելի հասուն են այդ տարիքում։ Այո, ունենք շատ խելացի երեխաներ, ովքեր 13 տարեկան են լինում, ներկայանալով 14 տարեկան հասնում են ճամբար։ Ընդառաջում եք, չտենալու եք տալիս։ Դա իրական ճամբարում ենք իմանում դրա մասին։ Շնորհակալ ենք շատ, եւս մեկ անգամ հիշեցնենք, որ արդեն 5 տարի շարունակ Հզոր միտքը Հայօգնության ֆոնդի հետ համատեղ կազմակերպում է անվճար գիտաճամբարներ, որոնք նախատեսված են մարզաբնակ ավագ դպրոցի աշակերտների համար եւ նպատակ ունեն բարձրացնել նրանց հետաքրքրությունը բնագիտա-մաթեմատիկական եւ ինժեներական մասնագիտությունների նկատմամբ։ Իսկ մեր հյուրն էր Հզոր միտք հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մհեր Մկրտչյանը։ Շնորհակալ ենք շատ, շնորհակալ ենք ձեզ եւ ձեր մեծ թիմին։ Վստահ եմ, որ մյուս տարի կրկին կհանդիպենք ու խոսենք ավելի մեծ ձեռքբերումների, մեծ հաջողությունների մասին, չնայած միգուցե այս տարի կրկին ունենանք հանդիպումներ։ Հաջող ընթացք այս նախաձեռնությանը։ Շնորհակալություն։ Դե ինչ այսքանով ավարտեց լույս առավոտին, ձեզ լավորենք մաղթում, ժպտացեք, եղեք լավ տրամադրությամբ, տրամադրված եղեք դեպի դրականն, որովհետև ինչքան էլ բողոք դժգոհեք, ինչ է փոխվելու, ոչ մի բան, դեպի լավը։ Հաճելի արցախային օրեր եք մաղթում ձեզ բոլորիդ, լավ մնացեք։